Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին զրուցելու եմ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Շնորհակալություն պարոն Հակոբյան մեր հրավերը ընդունելու համար։ Երեք բավականին բուռն քննարկվում էր Փաշինյանի այս հայտարարությունը սոցցանցերում, մարդիկ բավական վրդովված էին եւ նշում էին, որ սա փաստացի հակաեկեղեցական արշավի շրջանակում է արվում։ Ինքս էլ բավականին այսպես էմոցիոնալ ընդունեցի Փաշինյանի այս հայտարարությունները, պարոն Հակոբյան, ինչի է ձգտում Նիկոլ Փաշինյանը, ինչ է ուզում ստանալ այս տեղի ունեցող գործընթացներից։ Գիտեք, նախ եւ առաջ ամեն ինչ որ հիմա արվում է, դա արդեն իսկ մենք պետք է դիտարկենք նախընտրական տրամադրությունների շրջանակում, այսինքն տրամադրությունների, տրամաբանության եւ նմանատիպ այլ ուրեմն ուղղություններով այդ ամեն ինչը պետք է նայենք։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ուզում է վերահսկողություն սահմանել նաև հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որովհետև հայ առաքելական եկեղեցին 2018 թվականից հետո էլ ինքնուրույն քաղաքականություն է վարում, ինքնուրույն մոտեցումներ է ցուցաբերում, որոնք մեծ մասամբ տարբերվում են գործող իշխանության տեսակետներից, մոտեցումներից եւ գաղափարախոսություններից առհասարակ։ Եվ ամենակարևորը հայ առաքելական եկեղեցին դրա մասին գրեթե բացեբաց խոսում է։ Ըստ էության այն պայմաններում, երբ այլ ինստիտուտները այլևս չեն աշխատում, այլ ինստիտուտներ, ես ուզում եմ ասեմ, հանրային սոցիալական ինստիտուտները չեն աշխատում, երբեմն նաև քաղաքական ինստիտուտները, որպես այլընտրանք հանդես չեն գալիս, գաղափարի տեսակետից այլընտրանք, տվյալ պարագայում հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ որպես այլընտրանք, ընդ որում ցանցային որպես կառույց, որը որ կայացած ինստիտուտ է, որը որ մեծ ազդեցություն ունի ինչպես երկրի ներսում հանրության վրա, այդպես էլ արտաքին աշխարհում ունի բավականին ոչ միայն Սփյուռքում ինքնին հասկանալի է, այլ նաև միջազգային ասպարեզում ունի բավականին լուրջ հեղինակություն, այդ թվում նաև կրոնական աշխարհում, այսպես ասենք, կրոնական կազմակերպությունների մոտ։ Այս առումով իհարկե հայ առաքելական եկեղեցին, լինելով նաև նորից կրկնում կայացած ինստիտուտ, հեղինակություն ունեցող եւ ամենակարևորը ցանցային կառույց, ինքը բավականին լուրջ վտանգ է պարունակում։ Նիկոլ, բացի դրանից, բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի եւ այսօրվա իշխանության այլ ներկայացուցիչների ակտիվությունը հակա եկեղեցական պայքարում, այսպես ասենք, իհարկե իրենք այլ կերպ են դա ձևակերպում, միշտ չգիտես ինչու համընկնում է արտաքին ազդակների հետ, ասենք, Փաշազադեն կասի դա, թե այլ ադրբեջանական կամ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաներ, միանգամից դրան հաջորդում է հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի արշավի ակտիվացումը աննախադեպ, այսինքն կա ներքին պահանջ բոլոր այլընտրանքային օջախները ոչնչացնել, դիմադրության օջախները, այսպես ասեմ, մյուս կողմից կա արտաքին պատվեր զբաղվել հայ առաքելական եկեղեցով, որովհետև դրսի համար, հակառակորդների համար, մեր ազգի, մեր երկրի հակառակորդների համար հայ առաքելական եկեղեցին եւ Սփյուռքը մնում են ամենագլխավոր խոչընդոտներից մեկը եւ ամենագլխավոր թիրախներից մեկը եւ իրենք այստեղի իշխանության միջոցով փորձում են իրենց, այսպես ասենք, նկարտումներին լուծում տալ։ Պարոն Հակոբյան, բայց ինքը որևէ բան դրանից ստանում է իր իմիջի հետ կապված, որովհետև ես իմ խոսքում էմոցիոնալ բառը նշեցի, որովհետև հետևում է այդ քննադատություններին, հաճելի չէ որևէ մեկի համար, ով առաքելական եկեղեցու հետևորդ է, հաճելի չէ նման կոշտ բառապաշարով, նման խոսույթով ելույթներ լսել։ Որևէ դրական օգուտ ինքը դրանից ստանում է, թե ոչ։ Ես կարծում եմ, եթե զուտ ռեյտինգի առումով ենք ասում, այսինքն իմիջային առումով, ռեյտինգի առումով, ապա ինքը չի ստանում այդ որևէ օգուտ, դրա վկայությունն են նաև բազմաթիվ սոցիոլոգիական հարցումները, որոնք անցկացվում են եւ որտեղ նման հարց է տրվում ռեսպոնդենտներին, հարցվածներին եւ մոտավորապես 80-ից 90%-ը ըստ էության դեմ են արտահայտվում Փաշինյանի այս արշավի նկատմամբ, այսինքն իրենց աջակցությունն են ցուցաբերում հայ առաքելական եկեղեցուն եւ այսպես ասենք
հայ առաքելական եկեղեցու հոգևոր վերնախավի հիմնական ներկայացուցիչներին։ Սա իհարկե չի նշանակում, որ բոլոր հոգևորականներին, այսպես ասենք, նույն ձև են վերաբերվում, բայց այստեղ ավելի շատ հավաքական եկեղեցու հավաքական ասենց ինստիտուտին են աջակցում բաները, հարցվածները, մեր հանրությունը։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը բավականին զգայուն թեմայի շուրջ է մտավարժություններ անում, տարածվում եւ այլը, ինքը շատ լավ դա հասկանում է, կարծում եմ, որովհետեւ եթե ինքը այդ աջակցությունը ունենար, ապա արդեն վաղուց ես կարծում եմ այն զանգվածային ակցիաները, որի մասին ինքը ամիսներ շարունակ խոսում է, դրանք արդեն իրականություն կդառնային։ Ես կարծում եմ այնուամենայնիվ դա այն թեման է, այն կարմիր գիծն է, որը որ եթե իշխանության համար դա այլևս կարմիր գիծ չի, բայց այնուամենայնիվ մեր հանրության մի զգալի հատվածի համար դա ոչ միայն կարմիր գիծ է, այլ նաև անթույլատրելի գիծ է։ Հարց է առաջանում այդ դեպքում ինչու է այդպես անում, որովհետև վտանգ է զգում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը առանձնապես մեծ ընտրության հնարավորություն չունի, կամ ինքը փորձում է տվյալ պարագայում, եթե պարզ խոսենք, փաստացի ինքը այլընտրանքային հայ առաքելական եկեղեցի է ուզում ստեղծել։ Ճակերտներում, հայ առաքելական եկեղեցի ասենք, այլընտրանքային կառույց է ուզում ստեղծել, տվյալ պարագայում, այս կապված ամսի 26-ի այդ իր ակցիայի հետ կապված ըստ էության, երբ փաստացի եկեղեցուց անջատ մարդուն անվանում է դեռևս քահանա եւ փորձում է մասնակցել նրա միջոցառմանը, որպես հայ առաքելական եկեղեցու քահանայի միջոցառում, ինքը ըստ էության այսպես ասենք իր համար եկեղեցի է ստեղծում։ Իսկ դա ոնց եք պատկերացնում, ինչպես կարող է լինել։ Դե ընդհանուր առմամբ գիտեք, դա հենց այդպես էլ կարող է լինել, ու այսինքն ինչ որ միջոցառում է անցկացվում, որը որ կարող է պատարագ կոչվել, ընդ որում մի անձնավորության կողմից, տվյալ դեպքում արդեն Ստեփան Ասատրյան անուն ազգանունով մարդու կողմից, որը որ ըստ էության իրեն դիրքավորում է որպես դեռևս գործող քահանա կամ արդեն գործող քահանա, ընդ որում մարդ, որը որ ըստ էության քահանա է կարգվում վարչապետի կողմից, տվյալ պարագայում, ինքը անցկացնում է իր միջոցառումը, որը որ իշխանական քարոզչական մեքենան ներկայացնում է որպես հայ առաքելական եկեղեցու ներկայացուցի կողմից իրականացված պատարագ, բնականաբար հայ առաքելական եկեղեցին, իրական հայ առաքելական եկեղեցու համապատասխան կառույցները դա որպես fake միջոցառում են անվանելու եւ մեխանիկորեն, այսպես ասենք, երկու հայ առաքելական եկեղեցու բան է ստեղծվում, տեսլական է ստեղծվում։ Մի կողմից վարչապետի հայ առաքելական եկեղեցին, նորից եմ ասում ճակերտներում, մյուս կողմից իրական հայ առաքելական եկեղեցին վեհապառով եւ այլը, այսինքն սա առաջի քայլն է ուղղակիորեն պարակտել հայ առաքելական եկեղեցին, fake առաքելական եկեղեցի ստեղծելով, fake քահանաներով, fake այլ, այսպես ասենք, իբր հոգևորականներով եւ այլը, այսինքն այստեղ ամեն ինչ ես կարծում եմ պարզ է եւ այդ պարզության մեջն է ամենամեծ վտանգը։ Առհասարակ, որովհետեւ դա գոնե իմ կարծիքով ուշ թե շուտ բերելու է բավականին լուրջ բախման բոլոր մակարդակներով, բոլոր ձևերով, բոլոր արտացոլումներով։ Հիմա այդ բախումից խոսենք։ Մայիս-հունիս ամիսներին, երբ Փաշինյանը նոր էր սկսել այս հակաեկեղեցական արշավը, մի գրառում էր արել, նշել, որ Էջմիածնի կհավաքվեն Էջմիածնի կենտրոնում եւ կսկսեն վեհարանից վեհապառին հանելու գործընթացը։ Հետո կարծես թե փոշմանեց, զղջաց, տարբեր մեկնաբանություններ կան։ Հիմա Կիրակի օրով Կարգալույց եկեղեցականի մատուցած պատարագին է մասնակցելու իր խոսքով։ Այդ բախումը տեղի կունենա, որովհետև ինչպես կարող է Սուրբ Հովանավանքում մի Կարգալույց եկեղեցական պատարագ մատուցել։ Այստեղ նաև երևի թե եկեղեցին ինչ որ անելիք ունի թույլ չտալու մասով իհարկե։ Ես կարծում եմ, իհարկե դա իմ գործը չի, ես եկեղեցական հարցերում փորձագետ չեմ, այսպես ասենք, ավելի լուրջ մասնագետներ կան։ Ես կարծում եմ, որ իհարկե հայ առաքելական եկեղեցին, այսինքն Էջմիածինը, Մայրաթոռը իր մոտեցումը երևի թե կարտահայտեն,
թե սպասվելիքի նկատմամբ, թե առավել եւս եթե նման միջոցառում տեղի ունենա պատարակ անվան տակ, նաև դրան գնահատական կտրվի եւ դրանից եւ ըստ էության կսահմանվի այն ջրբաժանը, որը հայ առաքելական իրական եկեղեցու եւ այդ fake եկեղեցու կամ fake միջոցառման միջև կլինի, սա կլինի։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք օրինակ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է իր այդ ծրագրից, այդ Էջմիածնում այդ ժողովի հավաքի կազմակերպումից, որից հետո երևի թե երբ պետք է լիներ դեպի վեհարան, ես կարծում եմ, եթե ռեսուրսները Նիկոլ Փաշինյանի հերիք են, ապա ինքը դրանից չի հրաժարվել, ուղղակի խնդիրը ռեսուրսները հերիքում են, թե չեն հերիքում, այսինքն զանգվածային ակցիայի դա կվերածվի, թե չէ, դա բավականին նուրբ թեմա է, դա բավականին լուրջ թեմա է, որովհետև աղմկոտ թեմա է նաև, որը կարող է ընդհանուր առմամբ նաև տրիգեր հանդիսանալ որոշակի լարվածությունների, բախումների եւ այլն։ Մենք տեսանք, որ անգամ Գյումրիում այդ ձերբակալման ակցիան քաղաքապետի ինքը բավականին լարված մթնոլորտում անցավ եւ նույնիսկ այնտեղ բախումներ եղան այդ համեմատաբար լոկալ թեմայի շուրջ, տեղական թեմայի շուրջ, կարելի է պատկերացնել, որ կլինեն նաև, այսպես ասենք, բավականին լուրջ զանգվածներ, որոնք կուզենան պաշտպանել հայ առաքելական եկեղեցին նրա դեմ ոտնձգություններից, fake, այսպես ասենք, եկեղեցական շարժումներից։ Բայց այդ օրը դուք ինչ եք կարծում, ինչ որ բախում կլինի, թե չէ։ Ես չեմ կարծում, որ այդ մեկնարկը կտա fake ես կարծում եմ կարող է այնտեղ մեկնարկ տրվել այդ գործընթացի, կարող են այնտեղ նաև ելույթներ լինել, թե fake քահանաների կողմից, թե քահանայի կողմից, լավ, այսպես ասենք, եւ թե վարչապետի կողմից կամ այլոց կողմից, որոնք այդտեղ մասնակցելու են, որոնք ըստ էության հիմքեր կստեղծեն, քարոզչական հիմքեր կստեղծեն ապագա գործողությունների համար։ Ես կարծում եմ շատ բան կախված է լինելու, թե այդ օրը որքանով վարչապետի սպասելիքը կարդարացվի կամ չի արդարացվի։ Զանգվածներ բերելու, զանգվածներ բերելու, էմոցիայի առումով, էմոցիոնալ առումով մոնիտորինգ կարվի նաև թե հասարակությունը ինչպես է արձագանքում, կգնահատվի թե արդյոք հակառակորդները ինչ ռեսուրսներ ունեն, այս թևի հակառակորդները, fake թևի հակառակորդները ինչ ռեսուրսներ ունեն, ինչ սպասելիքներ կարող են լինել, սեփական հնարավորությունները կգնահատվեն։ Ես չեմ կարծում, որ դա մեկ օրով է սահմանափակվելու, եթե այդպիսի լինելու է։ Նորից եմ ասում, եթե ռեսուրսները հերիք են, չեմ կարծում, որ վարչապետը հրաժարվել է իր մտադրությունից թեկուզ այն ֆորմատով հանդես գալ, այն մեթոդով եւ այն գործողություններով, ակցիաներով հանդես գալ, որի մասին ինքը բավականին մանրամասը ազդարարում էր այս օրերի ընթացքում, ամիսների ընթացքում։ Պարոն Հակոբյան, մի փոքր էլ խոսենք Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններից։ Ընդդիմադիր քաղաքապետին կալանավորեցին, իրեն առաջադրած մեղադրանքը կաշառք պահանջելու հետ կապված Վարդան Ղուկասյանը չի ընդունում եւ ընդհանուր առմամբ սա քաղաքական հետապնդում է համարում, հաշվի առնելով հոկտեմբերի 1-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ պետք է Ղուկասյանին հանրային եւ քաղաքական դաշտից դուրս շպրտել։ Ինքներդ ինչ եք կարծում, իսկապես սա քաղաքական հետապնդում է եւ Փաշինյանը նախընտրական շրջանում փորձում է իրենով անել Հայաստանի բնակչությամբ երկրորդ խոշոր քաղաքը եւ այս դեպքում, քանի որ նրա պաշտոնավարումը կասեցվել է եւ նրան քաղաքապետի պաշտոնում փոխարինում է իր պարտականությունները կատարում են նրա փեսան, փոխքաղաքապետը, ինչ եք կարծում այս դեպքում Գյումրու ավականու ընդդիմադիր խմբակցությունները, որոնք 4-ն են, ինչ անելիք ունեն եւ արդյոք նրանց կհաջողվի պահել այդ պաշտոնը ընդդիմության ձեռքում, թե իշխանությանը կհաջողվի վերցնել այդ քաղաքի կառավարումը։ Ինչ վերաբերում է, թե արդյոք կա քաղաքական ենթատեքստ է ամեն ինչում, բնականաբար դա ակնհայտ է, որովհետեւ ազգային ժողովի ամբիոնից է եղել այդ պատվերը, քաղաքական պատվերը, ընդ որում ամենակոշտ կոպիտ, այսպես ասենք, ձևով արտահայտություններով Նիկոլ Փաշինյանի
միայն իր ոճով, այսպես ասենք, հա, հիմա կա մեր ձևով, տվյալ դեպքում իր ոճով, հա, Նիկոլ Փաշինյանի ոճով նման քաղաքական պատվեր հնչել է, դա բոլորս տեսել ենք, դա մենք տեսել ենք, իրավապահ համակարգը դա արձանագրել է եւ ի կատար է սկսել ածել։ Իհարկե, ճիշտ ասած, մարդկային տեսակետից բավականին բարդ է պատկերացնել, որ այնպեսի փորձված մարդ, ինչպես Վարդան Ղուկասյանն է, անկախ նրանից թե ինչպես ենք իրեն վերաբերում, թե անցյալին, թե ընդհանրապես, թե կարող է այսպես այնքան միամիտ լինել, որ հասկանալով եւ իմանալով, որ անընդհատ, այսպես ասենք, խոշորացույցի տակ է գտնվում, ոչ միայն սկսած իր պաշտոնավարման ժամանակահատվածից, այլ նաեւ մինչեւ այդ, այսինքն, բաց, այսպես ասենք, կարծես թե իր աշխատասենյակում, այսինքն այդպիսի զրույցներ պետք է ունենա եւ առավելևս զբաղվի կոռուպցիոն գործընթացներով, հասկանալով, որ լսում են, նկարում են եւ այլն, այսինքն նույնիսկ համացանցում այդպիսի բան կար, չէ՞, մի հատ ռոլիկ կար, որտեղ ինքը ըստ էության ցույց էր տալիս, որտեղ ամբողջ սենյակում տեղադրված են ժուճովներ եւ այլն, այսինքն ինքը տրոլինգ էր անում դրա մասին եւ նման պարագայում, ասենք, նորից եմ ասում, նման փորձված մարդը, որ զբաղվի, ինչպես ասեմ, բացեբաց կոռուպցիայով, իմանալով, որ իրան հետևում են եւ այլն, դա առնվազն տարօրինակ է եւ ճիշտ ասած հասկանալի չի ինձ համար եւ ուղղակիորեն դժվար եմ հավատում այդ ամեն ինչին, հաշվի առնելով, որ մենք մի քանի այլ քաղաքական հետապնդման գործեր ենք տեսել, որտեղ մոնտաժվել է ամենակոպիտ ձևով, ամենապրիմիտիվ ձևով մարդկանց խոսակցությունները, ձայնագրությունները, ես չեմ բացառում ոչինչ, այսինքն ես չեմ բացառում, որ այստեղ էլ նմանատիպ ինչ-որ մի բան կա, առավելևս որ Վարդան Ղուկասյանը դա հերքում է, այսինքն եթե դա ճիշտ է, ձայնագրությունը դա մոնտաժված չէ, սարքած չէ, այսպես ասենք, չգիտեմ, տարբեր տեխնոլոգիաներով, ապա հերքելը, եթե դա ճիշտ է, հերքելը շատ դժվար է, որովհետև դա կլիներ փաստ, բայց եթե հերքում է, ես կարծում եմ, որ իսկապես այստեղ մեղմ ասած մաքուր չէ եւ այսօրվա իշխանությունների վարքագծին շրջանակում է այս ամեն ինչը տեղավորվում։ Հիմա ինչ վերաբերում է ապագային, ընդդիմության անելիքներին կկարողանան պահել այդ պաշտոնը իրենց։ Գիտեք, ընդհանուր առմամբ ընդդիմությունը այնտեղ ըստ էության շարունակում է մեծամասնություն ունենալ եւ ըստ էության եթե այնտեղ պինդ են, այնտեղ բոլոր մարդիկ, այսպես ասենք, այդ ովքեր որ ավականու անդամներ են, բոլոր այդ խմբակցություններում, ոչ իշխանական ընդդիմադիր խմբակցությունները եթե պինդ են, եթե այսպես ասենք, այնտեղ չի լինում նրանց գնել, փախցնել, աղբեկել, ոմանց էլ ասենք թե եթե շատ ցանկություն ունենան եւս ասենք տանեն կալանքի, այսինքն պակասացնեն այդ քանակը, ապա իրենք կարողանան բնականաբար պահպանել դեռևս։ Բայց այդ քաղաքական կամքն է, այսինքն քաղաքական կամքի հարց է, մարդկային տոկունության հարց է, շատ էլեմենտար, եւ ինչու՞ չէ, քանի որ դա Գյումրին է, նաև լոյալության հարց է, նվիրվածության հարցն է, այնտեղ շատ բան, այսպես ասենք, զուտ քաղաքական բնույթի չի, նաև մարդկային հարաբերությունների հարց է։ Իհարկե կարող են պահպանել, իհարկե դժվար է լինելու, որովհետև մենք տեսնում ենք, որ իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում եւ բնականաբար ընտրություններից առաջ իրենց համար սկզբունքային նշանակություն ունի, որպեսզի հանրապետության երկրորդ քաղաքը իրենց վերահսկողության տակ վերցնեն, ինչպես եւ մնացած համայնքները, որտեղ իրենք դեռևս չունեն իշխանություն, որտեղ իրենք պարտվել են առհասարակ։ Այնպես որ ամեն ինչ կախված է, նորից եմ ասում, թե քաղաքական կամքից, թե եթե ընդհանուր առմամբ պինդ լինելուց։ Տեսնում եք, որ պինդ են։ Գիտեք, հիմա դժվար է դրա մասին ասել, որովհետև պետք է խորանաս այնտեղի նաև միջանձնային հարաբերությունների մեջ եւ այլը։ Առայժմ համենայն դեպս իրենց վարքագիծը ցույց է տալիս, որ իրենք շարունակում են այս ստատուս կվոն, որ սահմանվել է ընտրություններից հետո պահպանել,
հիմա տեսնենք, երբ իշխանությունը ըստ էության փորձի ճնշում գործադրել նաև այլ անհատների վրա, թե ինչպես իրենց կդրսևորեն։ Բայց ես կարծում եմ այդտեղ կան տարբերակներ, տարբեր ինչ-որ բաներ, վարիանտներ, որոնք թույլ կտան համենայն դեպս իշխանությունը չզիջել Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին։ Պարոն Հակոբյան, եւ վերջում Մարտուն Գրիգորյանի մասին հիշում եք, փաստացի նրա խմբակցության տված ձայների շնորհիվ Վարդան Ղուկասյանին ի վերջո հաջողվեց ընտրվել քաղաքապետ, բայց այն ժամանակ էլ ինքը ելույթ էր ունեցել ըստ էության նշել, որ լավագույն տարբերակը չէ, բայց այդ հանրային ճնշման ներքո երկար մտորումներից հետո ի վերջո նա տվել էր այդ ձայները։ Գյումրիում մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություններից հետո Մարտուն Գրիգորյանը Facebook-ում գրեց այդ տեսակ, որ ես ճիշտ էի, դուք սխալ։ Ինչպես եք գնահատում նրա այս պահվածքը։ Դե ընդհանուր առմամբ ես հիշում եմ, որ Մարտուն Գրիգորյանը խոսում էր այն մասին, որ պետք է գտնել ինչ-որ մի տարբերակ, որպեսզի ամենակիչ խոցելի ինչ-որ տարբերակը գտնել, երևի ավելի ամենակիչ խոցելի քաղաքապետի տեխնացուին առաջադրել, դրա մասին էր խոսքը առհասարակ այդ ժամանակ։ Դե գիտեք, հիմա շատ բանի մասին կարելի է խոսել ընդհանուր առմամբ, բայց փաստը մնում է փաստ, որ ըստ էության ամենաշատ ձայն ստացած ընդդիմադիր տեխնացուն այնուամենայնիվ դարձավ քաղաքապետ եւ տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ, հիմա այսպես ասենք չեմ կարծում, որ նման վերլուծություններ անելը մեր կողմից ամենայն դեպս, որովհետև Մարտուն Գրիգորյանը կարող է նման բան ասել, որ իմ կանխատեսումը ցավոք սրտի իրականացավ, այսինքն իշխանությունը փորձեց խոցելիությունը որոշակի քաղաքապետի օգտագործել։ Բայց ես կարծում եմ, որ հիմա դա առնվազն այդքան մեծ նշանակություն չունի, ով էր ավելի ճիշտ, ով էր ավելի սխալ, տվյալ պարագայում ես կարծում եմ պետք է շարունակել ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմությունը պահպանի իշխանությունը երկրորդ խոշոր քաղաքում, մնացածը, այսպես ասենք, խոսելու հարց է, բանակցելու հարց է, գուցե իրավիճակ է փոխվել, գուցե այլ լուծումներ է պետք գտնել, այլ ինչ-որ բան, այդ կառուցվածքի փոփոխություն իշխանության մեջ պետք է լինի, գուցե, բայց ես հիմա դրա մասին չեմ խոսում, ես ուզում եմ ասել, պետք է գտնել այն տարբերակը, որը որ հիմա թույլ է տալիս ընդդիմությանը հնարավորինս էֆեկտիվ լինել եւ հնարավորինս պինդ լինել, որպեսզի պահպանել այն ստատուս կվոն, որը որ ձեռք է բերվել ընտրությունների արդյունքում։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ զրուցում էի քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ, թողարկումը կշարունակեմ վայրկյաններ անց։